ինչքան էլ ուզում ա քաղաքական պայքար մղես ինչ չգիտեմ էլի ինչով ուզում ես արդարացնես քո քաղաքական պայքարը մեկ արդարացում չունեն մի քանի բաներ հատելը կարմիր գծեր հատել օրինակ ինչ ուզում ա լինի դու չես կարող հանրային հելնես վեհապար հայրապետին Մայրաթոր Սուրբ Էջմիածին երբ էլ ուզում ա լինի թիրախավորես ու պիտակավորես չկա տենց արդարացում դրան չես կարող գնաս այլ երկրի տարածքում քո երկրը փնովես հանրային եւ այլն ասում ես լիքը բաներ կան որոնք չի օրինակ մենք հաճախ ենք էլի ուսանողներին դա ցույց տալիս օրինակ երբ որ Թուրքիայում ամենաթեժ քաղաքական դաշտերից մեկն է էլի ընդհանրապես հա սա մասնագիտական տիրույթից եմ այդ օրինակը բերում բայց երբ որ օրինակ հոկտեմբերի 29-ն ա լինում անկախության տոնը երբ որ լինում է օգոստոս 30 այսպես կոչված հաղթանակի տոնը հույների հայերի դեմ, հա, երբ որ լինում են այլ պետական տոներ, այդ օրը իշխանությունն ու ամենավառ ընդդիմությունը իրար հետ մեկ շարքում կանած գնում են ու պետական արարողակարգի շրջանակներում կանգնում են նույն տեղում ծաղիկ են խոնարհում ու տեղ պարկեշտություն են դրսևորում